Ես քանի անգամ որ եղել եմ Մասիսում եւ իմ շատ ընկերներ եւ ընդհանրապես ովքեր եղել են անընդհատ փաստում են որ Մասիս գնալով կարծես այն կարոտած հին մեր ավանդույթները, որը արդեն 7 տարի է մենք կարծես թե այլ հնարավորություն չունենք տեսնել, որտեղ հետապնդվում են հենց այդ ավանդույթներն ու արժե համակարգն է քանդվում այդ առումով, հետաքրքիր է որ Մասիս համայնքում լրիվ այլ մթնոլորտ է միշտ եղել, այսինքն այնտեղ դու տեսնում ես երջանիկ, բավարարված, ինքնաբավ մարդկանց, այնտեղ դու կարող ես ղեկավարի հետ Մասիսի քայլել համայնքի ղեկավարի հետ Դավիթ Համբարձումյան եւ մարդիկ մոտենան, ողջագուրվեն։ Համայնքի ղեկավարը հատիկ-հատիկ իր բնակիչներին ճանաչում է։ Ես ականատես եմ եղել մի միջադեպի, երբ մեկին ձեռքով բարևելիս պարոն Համբարձումյանը ասաց, որ դու մեր համայնքից չես։ Այսինքն տեսեք ղեկավար, որը գիտի իր համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Այո, սա է իշխանությունների համար արժանապատվություն ունեցող ղեկավարման ձիրք ու դիրք ունեցող ղեկավարը այս իշխանությունների համար այո վտանգ է իրենց ներկայացնում, որովհետև ցանկացած գործընթացի ժամանակ դա կլինի անհամաձայնություն իշխանություններին, դա կլինի այո սովորական սահմանադրական այդ իրավունքի ցուցադրություն, այսինքն ընտրությունների մասնակցություն, միևնույն է նման ղեկավարների հետևից ժողովուրդը գնում է Դավիթ Համբարձումյանի նման ղեկավարների, ինչը բնական է ձեռնտու չէ։ Քանի որ դուք եւս Արցախից եք, մամուլում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանը, քանի որ բավականին ջերմ ընդունել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, հենց այդ պատճառով էլ նրա այս քայլը դուրս չի եկել իշխանությանը եւ հայտնվել է Թիրախի կենտրոնում։ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն ջերմ ընդունել է արցախցիներին, որովհետեւ եկեք դա միայն վերցնենք եւ չմոռանանք, որ կան շատ էլի համայնքների ղեկավարներ, որոնք համարյա թե նույն մոտեցումն են ունեցել եւ նույն կերպ ընդունել են։ Դավիթ Համբարձումյանը շատ նաեւ տարբերվում է շատ ղեկավարներից նրանով, որ իր համար Արցախի հարցը երբևէ չի կարող փակ լինել։ Կլինի ինքը ազատության մեջ, անազատության մեջ։ Դավիթ Համբարձումյան, որպես արժանապատիվ հայ, անկախ իր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ինքը պայքարելու է Արցախ վերադառնալու իրավունքի համար։ Եվ սա ավելի բարձր արժեք է, հավատացեք, քան իրոք, միգուցե անհասկանալի լինի մեզ ասածը, բայց սա ավելի բարձր արժեք է, քան մարդկային ապրոմակցումը, որը տեղի ունեցավ։ Իսկ այն, որ այո, Մասիս համայնքում սկզբում ավելի քիչ էին արցախցիները, չնայած որ ամենամեծ հոսքն էր Մասիս, քան հիմա, որովհետև էլի շատ վայրերից տեղափոխվել են շատ արցախցիներ էլի Մասիս, դա միանշանակ ղեկավարի հենց դիրքը պահվածքն է, որովհետև եթե դուք մտնեք համայնքի այդ քաղաքապետարանի շենքը, ցանկացած աշխատակցի հարց տակ արցախցիներից, անգիր գիտեն բոլորի խնդիրների մասին, բոլորի տեղակայման վայրերը, աշխատողների մասով ունեն ամբողջական տեղեկատվություն, որտեղ է աշխատում ընտանիքում քան։ Այո, սա հենց մարդկային այն մեր հայկական սովորույթներով են նորմալ մարդկային հայկական ապրոմակցությունն է, որը տեղի է ունեցել եւ որի ականատեսը մենք եղել ենք Մասիսում։ Տիկին Հակոբյան, խնդրում, մենք տեսանք, որ դատարանի դահլիճում մեղադրյալներից մեկը անվասայլակով է, մյուս մեղադրյալը ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, սակայն նրանք կալանքի տակ են։ Հա, ժողովրդավար Հայաստանում սա ինչ պատկեր է եւ արդյոք համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք, օրինակ պատգամավորներ չեն կարողանա անձնական երաշխիքով թեկուզ այնպես անել, որ նրանց խափանման միջոցը փոխվի։ Սկսենք նախ անձնական երաշխիքից, ես գիտեմ, որ բազմաթիվ անձնական երաշխիքներ ներկայացրել են պատգամավորները եւ դա որևէ ազդեցություն չի ունեցել, այսինքն հետևանք չի ունեցել։ Բազմաթիվ դեպքերի տեղյակ եմ, այնպես որ այդ մասը անցնում ենք, որովհետեւ այս իշխանությունների եւ ժողովրդավար բաստիոնում պատգամավորի խոսքը չի կարող որևէ այդ առումով արժեք ունենա, ստացվում է։ Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներին եւ մեր զարմանալուն, որ ինչու այս վիճակն է դատարանում նիստերի դահլիճում։ Աստված մի արասե, հեռու մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերներից, եկեք չմոռանանք, որ Հայաստանում հենց դատավարական գործընթացներով սպանել են այս իշխանությունները ընդդիմախոսներին։ Արմեն Գրիգորյան, հա, գեներալ Մանվել եւ մարդկանց հասցրել ծայրահեղ
միգուցե նաև անբուժելի առողջական խնդիրների առաջ են կանգնացրել շատ շատերին։ Եվ դա չի արվել պատահաբար կամ չի արվել տգիտությունից ու այդպես մարդկային արժեքների բացակայ, դա արվում է դիտավորությամբ։ Եվ փաստ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, հա, առնվազն երկուսի մասով ողջ հանրությունը գիտի, դա Տիգրան Գալստյանը եւ Աղվան Արշակյանը, որոնք լուրջ այսօր առողջական խնդիրներ ունեն, քիչ առաջ Տիգրան Գալստյանի կնոջ հետ էի խոսում, հուզմունքից արտասվում էր, որովհետեւ նույնիսկ այս իրավիճակում Տիգրանը հրաժարվում է երկար շարունակել հիվանդանոցում մնալ, անհանգստանալով, որ իր ընկերները հիմա կալանավայրում են, եւ այդ արժանապատվության ելնելով որոշում է կայացրել դադարեցնել բուժումները, հետ վերադառնալ։ Դուք տեսաք ինչ վիճակում էր ու պատկերացրեք ինչ կլինի Տիգրանի հետ։ Եվ սա այո, ժողովրդավարական, այսպես կեղծ բաստիոնում, որտեղ այլակարծության համար մարդկանց այս մեթոդներով կամ հաշմանդամ են դարձնում կամ ուղղակիորեն սպանում են եւ դա անում են բացահայտ։ Եկեք նաեւ չմոռանանք, որ այստեղ ունենք մենք կին քաղ բանտարկյալ, որը եզակի երևույթ է ամբողջ աշխարհում եւ որի համար բազմաթիվ միջնորդություններ են արել առանց այսպես փաստարկների մեղադրող հանրային մեղադրողների կողմից որևէ ձևով չի ընդունվել կնոջը ազատ արձակելու տվյալ դեպքում Լիդիային Մանթաշյան եւ առ այսօր անհասկանալի ինքը շարունակում է։ Սրանք հենց այդ չգիտեմ նպատակներն են, որի հետևից գնում են այս իշխանությունները վերացնել, ոչնչացնել, սպանել, կեղեքել ցանկացած անձի, ով կփորձի իր այլակարծության հետևից գնալ։ Տիկին Հակոբյան, մենք մի փոքր ուշ մոտեցանք, չգիտեմ, միգուցե հարցը հնչել է արդեն, բայց կուզեի նաև անդրադառնալ այսօր տեղի ունեցող վեհաժողովի Եվրանեստի, որի ժամանակ Հայաստան խմբակցության падգամավորները եւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիրջանյանը ներկայացրել են ծրագիր առաջարկ արցախցիների հետ վերադարձի հետ կապված, սակայն ԿՊԱ-ականները մերժել են, այսինքն դեմ են քվեարկել։ Ինչ կասեք այս մասին։ Նայեք, նախ բանաձև են առաջարկել, բանաձևի ընդունում տեղի ունենալ տրամաբանորեն պիտի այդպես լիներ եւ այդ բանաձևին միացել էին նաեւ երկու եվրոպացի падգամավորներ, ոչ միայն անդիմադիր դաշտի падգամավորներն են, այլ նաեւ այո եվրոպական սոցիալիստական падգամավորներ էին։ Գիտեք, անկեղծ ասած ես հենց այդպես էլ մտածում եմ, որ այդպես էլ լինելու էր եւ զարմանալի կլիներ, եթե հակառակը լիներ, որովհետեւ այս մարդիկ անընդհատ եկեք ասենք, հա, իրենք հանձնել են Արցախը, իրենք նվիրել են թշնամուն։ Բնական է, օրինաչափ է այն ինչ որ հիմա տեղի է ունենում։ Գիտեք, այս ամեն ինչի ֆոնին, եթե ես ձեզ ասեմ, միգուցե այդտեղ դուք իրականում կզարմանաք, որ վերջերս մի քանի օր առաջ մենք հանդիպում ենք ունեցել Արցախի ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախմբի անդամների կողմից, ովքեր հենց արցախցիների վերադարձի իրավունքն են աշխարհի տարբեր հարթակներում ներկայացնում, եւ ես ասեմ, որ ոգևորություն էր այն դրական արձագանքը, որ այսօր ունի արդեն հանձնախումբը, որովհետև այսօր արդեն հանձնախումբը մուտք է գործել այնպիսի հարթակներ միջազգային, որոնց մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է, որ այնտեղ այդ հարթակներում փակ է Արցախի հարցը։ Եվ ես ձեզ ասեմ, Շվեյցարիան, որը ընդունեց բանաձևը եւ այնուհետեւ դրան միացան քրիստոնեական միջազգային կազմակերպությունը միացավ, ստեղծել են համատեղ հանձնախումբ, որով արդեն հանդիպումներ են տեղի ունեցել Ամերիկայում սենատորների հետ եւ հավանականություն կա նաեւ նմանատիպ բանաձևի ընդունումը Ամերիկայում, նմանաձև բանաձևի ընդունման հնարավորություն կա Բելգիայում եւ այս պահին նաեւ բանակցություններ են գնում տարբեր հարթակներում միջազգային այդ բանաձևերը ընդունելու եւ տեսեք աբսուրդը որն է Հայաստանում նման բանաձևին դեմ են քվեարկում։ Սա այս իշխանությունների իրական պատկերն է։ Վաղը մենք այս նույն դեմքի արտահայտությամբ զարմանալու ենք, երբ որ նման հարցի քննարկում Հայաստանի շուրջ արդեն լինի։ Բայց քանի կան այս իշխանությունները, այո, եկեք չզարմանանք, այլ փորձենք
ազատվել նման իշխանություններից, որովհետև ամեն անգամ մենք քննարկում ենք, զարմանում ենք եւ ձեռքներս գցելով փրփուրներից դիմում ենք միջազգային կառույցներին ու հանրությանը։ Եվ ես ձեզ ասեմ, երբ մենք հանձնախմբի հետ այդ հանդիպումը ունեցել ենք, իրենք մեզ ասել են, որ դրական տեղաշարժը շատ մեծ է։ Գործնական աշխատանքները ողջ եռանդով ընթանում են, սակայն գալու է մի պահ, երբ արդեն կոնկրետ գործընթացներին պետք են միանան Հայաստանի իշխանությունները։ Հասկանալի է, որ այս իշխանություններով դա չի կարող տեղի ունենալ։ Բանաձևերի ընդունման համար դուք ունեք հստակ ժամկետներ կամ ենթադրում եք, երբ դրանք կստորագրվեն Բելգիայում, Միացյալ Նահանգներում եւ այլ պարլամենտների կողմից։ Շվեյցարիայում արդեն տեղի ունեցածից հետո, երբ բանաձևը ընդունվեց, այդ բանաձևին միացավ նաեւ, ինչպես նշեցի, միջազգային քրիստոնեական կազմակերպությունը։ Հիմա կա համատեղ ստեղծված հանձնախումբ Շվեյցարիայի падգամավորներից։ Տեսեք, Շվեյցարիայի խորհրդարանը, դուք պատկերացնում եք լրջությունը, ստեղծել է հանձնախումբ Այն հանձնախումբը, որը այստեղ մերժեց ԿՊՆ-ի, հանձնախումբ, որը զբաղվում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցով։ Եվ այդ հանձնախումբը հիմա հանդիպումներ է ունենում աշխարհի տարբեր երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են տեղի ունենում, կոնֆերանսներ են տեղի ունենում եւ արդեն առնվազն 3-4 երկիր պատրաստ է իր օրակարգում ունենալ նաեւ այդ բանաձևի ձևավորում ու հետագայում բնականաբար նաեւ ընդունումը։ Հասկանալի է, դա process է, դա այնպես չի, որ մենք կարող ենք ասել, որ 10 օրից, 20 օրից կամ 1 ամսից կլինի, բայց արդեն ներկայացումը մի քանի երկրների հարթակներում տեղի է ունեցել, ընդունվել է դրական եւ եկել են պայմանավորվածության, որ այսինքն ոչ թե շարունակական է ուղղակի օդում լինելու, այլ բանաձև ընդունվելու է։ Տիկին Հակոբյան եւ նաեւ մի հարց, այս ամենից զատ, քանի որ անդրադարձեք նաեւ իշխանությունների ներկայիս, շուտով սպասվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ ոչ միայն այդ ընտրությունները, նաեւ վաղաշաբաթում են շուտով տեղի ունենալու ընտրություններ։ Հետաքրքիր է ձեր կարծիքը ընդհանուր այս առումով քաղաքական պատկերի եւ ընտրությունների վերջնարդյունքների մասին։ Գիտեք, ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երբեք չեմ համեմատի ու չեմ կապի հետագա այդ ընտրությունների հետ, ազգային ժողովի հետ, քաղաքական ընտրությունների հետ չեմ համեմատի, սակայն ես լիահույս եմ, որ մենք չենք հասնելու ընտրություններին, որովհետև այս պարագայում դա իմ համար ամենաանընդունելի տարբերակն է գնալ ընտրությունների այս իշխանությունների հետ։ Ոչ, այս իշխանությունները պիտի հեռանան մինչև ընտրությունները։